Բարև ձեզ սիրելի հանդիսատես, ահա եւ նորից մենք հանդիպեցինք, ինչպես միշտ իմ հյուրն է Հակոբ Աշիգյանը եւ կարծեմ որ այսօր շատ հետաքրքիր հարց ու պատասխաններ կլինեն։ Բարև ձեզ պարոն Աշիգյան, խնդրում եմ ներկայացեք մեր հանդիսատեսին։ Բարև ձեզ, սիրելի հավատացյալներ, հանդիսատեսներ, ունկնդիրներ, մենք շարունակում ենք մեր Մատյան արեկացու աղոթամատյան շարը մի կարճ համառոտ խոսք նարեկացու մասին կրկին մի հիշեցում նարեկը դյուր ըմբռնելի չէ եւ մարդուց պահանջվում է ջանքեր այն հասկանալու համար նարեկը գրվել է այսինքն մատյան ողբերգությունը որը որ ժողովուրդ անվանեց նարեկ գրվել է հոգևորականների եւ ճգնավորների խնդրանքով եւ այն դժվար իմանալի դժվար իմաց ստեղծագործություն է որը որ նույնիսկ եւ դժվար հասանելի նաեւ բարձր հոգեկեցության դիմողների համար նարեկացին ուրեմն առաջի պայմանը ուզում է մարդու մեջ տեսնել իրեն ներքին փոփոխություն եւ նրա խորհուրդները բացվում են այն մարդկանց վրա ովքեր քայլում են մաքուր ճանապարհներով նարեկացին սահմանել է մեծ չափանիշ որպեսզի մարդկային գիտակցությունը զերծ պահի հոգևորի էժանագին եւ ուրեմն մակերեսային ընկալումներից նարեկը միևնույն ժամանակ նարեկացու աղոթքի արտասովոր զորությունը փորձառություն է մարդկանց համար ովքեր որ գտնվում են հոգևոր թափառում են հոգևոր շփոթումների խառնաշփոթների մոլորությունների մեջ նարեկը ինքը հոգևոր բովանդակության գիրքը է եւ այդ բովանդակությունը դրսից անհասանելի է, անտեսանելի է։ Ուրեմն նարեկ աղոթամատյանը, նարեկ գիրքը, տաճար գիրքի դուրը աղոթքն է։ Աղոթքին, որպեսզի աղոթքին հասնել պետք է ուրեմն ունենալ աղոթելու համար պետք է հասնել ներքին լռության։ Երբ որ մարդու մեջ դադարում է ներքին աղմուկը, այն ժամանակ ծնվում են ուրեմն աղոթքին համարժեք համապատասխան խոսքեր։ Այսինքն աղոթքի զորությունը գալիս է լռության խորքերից։ Եթե աղոթքը պտղաբեր ծառ է, ուրեմն աղոթքի արմատները սուրբ լռությունն է ըստ նարեկացու մեկնության։ Հիմա նարեկացու ազատ խոսքի շարահոսությունը որտեղից է գալիս է նրանից, որ նա անարատ ընկալմամբ յուրացրել է քրիստոնեական ուրեմն դավանաբանությունը եւ սրանով է, որ ինքը իր իմանալիքներով ճշտությամբ սասանում է եկեղեցում բույն դրած կեղծ ուրեմն ավանդապաշտների կեշտ հավատացյալների դիրքերը սասանում է նրանց մտածողությունը դրա համար էլ նարեկի հասցեին միշտ հնչում են մեղադրանքներ եւ նարեկացու կարևոր ուրեմն մտքերից մեկը կամ նարեկը կարդալուց մեր ուշադրությունը հիմնական հրավիրում է նարեկը ինչի վրա որպեսզի մարդը նա փակում է ճանապարհը այն մարդկանց որոնք ուզում են փախչել իրենցից եւ ուրեմն տարապել արդարացման մոլուսկով նարեկացու բուն նպատակը կարևորը մի բան է որպեսզի տարբեր հոգեվիճակներում տարբեր աշխարհագրական պայմաններում երբ որ երկնքի զորությունները կշարժվեն բնական աղետներ կլինեն պատերազմներ կամ խաղաղ պայմաններում երբ որ մարդը անընդհատ ընկճվում է ենթարկվում են ստրեսների եւ այլն տարբեր հոգեվիճակների որ հնարավոր չէ ուրեմն հաշվարկել
Նարեկացու բուն նպատակն է մեզ ուղղորդում է մի բանի, մտածեք ձեր հոգիների համար, որտեղ ինչ վիճակների մեջ կարող եք հանդիպել, միայն մի բան դուք կարող եք անել, փրկել ձեր հոգիները։ Այս է ամբողջ մաղթության ողբերգության իմաստը, եւ մենք ընտրում ենք այս նարեկացին, այս մեկ երկխոսությունը իրար հետ, որպեսզի աստիճանաբար ցույց տանք նարեկացուն այն ճանապարհները, որով մեզ ուղղորդում է դեպի Աստված, դեպի Հիսուս Քրիստոս։ Շատ հետաքրքիր բացատրություն։ Նարեկացին մեր ազգի կարելի ասել գլուխգործոցներից մեկն է, ինչպես խորենացին։ Բայց համենայն դեպս սուրբ լինելով նարեկացու սրբության մասին նա միաժամանակ ունեցել է քննադատություններ, ինչպես այսօրվա մեր Հայաստանում, այս վերջերս մենք շատ քննադատեցինք մեր քահանաներին, սրբերին, որոնք իրոք մեղք էին գործել, բայց ես կուզենայի այսօր խոսել հակառակը այդ քահանաների մասին, ովքեր որ սուրբ կյանքով են ապրում, քննադատություն, բայց ես չի կարող լռել, եթե այսօր չխոսենք այն սուրբ հոգևորների մասին, ովքեր որ սուրբ կյանք են վարում եւ օրինակ են ծառայում մեր հայ ժողովրդին։ Ես կուզենայի դրա մասին խոսեիք, պարոն Աշիգյան։ Շատ կարևոր հարց եւ ինձ սրտի մոտ հարց, որովհետեւ միշտ պետք է իմանալ մի բան, եթե քննադատում ես եկեղեցուն, հոգևորականին, քահանային կամ որևիցե քննադատություն տարբեր հարցերի շուրջ կա, ինչը որ քննադատում ես, նախ դու դրա մասին լավ տեղեկացված պետք է լինես, հետո քննադատես։ Այլապես քննադատությունը կլինի ոչ թե քննադատություն, այլ կլինի մեր ժողովրդի լեզվով ասած շար, զրպարտություն, բամբասանք։ Հիմա դեսեք, շատ լավ, շատ հարց տվեցիք, շնորհակալություն այդ հարցի համար։ Հիմա ով է քահանան, նախ հասկանանք ով է մեր առաքելական եկեղեցու քահանան։ Մենք եթե նարեկացի ենք ասում, հասկանում ենք առաքելական եկեղեցի, որտեղ առաքելական եկեղեցու վարդապետ էր, հայրն էլ Խոսրով Անձևացին, ուրեմն եկեղեցու եպիսկոպոս էր։ Քահանան ըստ Սուրբ Գրոց բառարանի, քահանան ուրեմն մարդկանց միջից ընտրված մարդկության համար Աստծու առաջ ծառայող մի անձնավորություն է։ Այսինքն քահանան ստացել է Աստծու կողմից օծություն, բայց նա ծառայելու է ժողովրդին, ոչ թե ժողովուրդն է իրեն ծառայելու։ Եվ նա ծառայելու է ծառայությունը Աստծու առաջ, Աստծու հայացքի ներքո։ Հիմա որպեսի ես քահանայի վերաբերյալ չխոսեմ զուտ բացադրական, մի նուրբ բանաստեղծություն, մի նուրբ աղոթք ունի նարեկացին, որտեղ որ խոսվում է, ես կկարդամ, չի ասվում քահանայի անունը չի տալիս, չի ասում քահանա, բայց մեկնաբանությամբ կմեկնաբանեմ, տեսնեք, որ դա քահանային է վերաբերում։ Այս գլուխը ես ցանկանում եմ, որ ուշադիր լսեք, որպեսզի ձեր համար ավելի պարզ լինի, թե ինչ է քահանան, այսինքն նարեկյան մեկնաբանությունը լսեք։ Ուրեմն բանջը, այսինքն 10-րդ գլուխ նարեկացու, բանջը, բան նշանակում է խոսք։ Տեսեք, թե զղջումն ուժգին եւ թե մոլեգին մեղանչումը մեզ, կորստյան են մատնում հավասարապես։ Տեսեք, եւ զղջումը եւ ուրեմն մեղանչումը, մեղանչել նշանակում է մեղք գործել։ Իմիջիալոց հերոստատեսությամբ պետք է ասել, մի փոքր շեղվեմ, ներկայիս ուրեմն տեխնացուներից մեկը վարչապետության ասում է մեղանչելու եմ Աստծու դեմ, երբ որ ես գամ, չի հասկանում մեղանչել նշանակում մեղք եմ գործելու,
հասկանում եք ուրիշ բան ուզում ասել, այ ասես չեն բարերը հասկանում, եկեղեցիներ չգիտեն, երբեմն քննադատություններ են անում։ Հիմա այս մարդը ուզում է գալ լինի վարչապետ։ Սա մեր տեքստից դուրս։ Այսինքն ինչպես կարող է եւ զղջումը, եւ ուրեմն մեղանչումը մեղք գործելը հասկացամ, տանում է կորստյանի վերջո։ Բայց զղջումը ինչու պիտի տանի կորստյան, մարդը զղջացել է։ Հիմա հետևենք Նարեկյան մտքի շարունակությանը։ Թեպետ նրանք օտար են միմյանց եւ այսինքն նրանք զղջումը եւ մեղանչումը եւ նմանությամբ իրարից տարբեր, բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք, պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն հուսահատության, տեսեք կարևոր մի բառ, երկուսն էլ մարդուն տանում են հուսահատության, զղջացող մարդը ինչի համար պիտի հուսահատվի, հիմա լսեք շարունակությունը, զի կասկածում է մեկը հզորի ձեռքի զորությանը, իսկ մյուսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար, խզում է հույսի առասանն իսպար, ուստի առաջինին միշտ փակշելով խնդում է սատանան, իսկ երկրորդով լիզելով արյունն իբրև կերակուր, պարարվում է նա դժոխային գազանի նման։ Հիմա մեկնաբանենք, տեսեք ասում են, երկուսն էլ զղջացին, մեղք գործեցին, մեկը զղջաց։ Զղջացողն էլ է գալի հուսահատության, հուսահատությունից հետո կորստյան։ Բայց տեսեք ինչ ասում, զի մեկը կասկածում է հզորի ձեռքի զորությանը, այ ամենակարևոր նախադասությունը սա է, այսինքն տեսեք ինչ ասում, մարդը մեղք է գործել, գալիս է զղջումը արում է եկեղեցում քահանայի առաջ։ Քահանան վերջում լսելուց հետո նրան իշխանությամբ աստվածային հրամանով տալիս է ուրեմն մեղքերի թողություն, ոչ թե մեղքերից ուրեմն ներում, այլ թողություն։ Հիմա եւ ասում է գնա եւ կարող է հանձնարարություններ տա, ասի գնա օրինակ աստվածաշունչ կարդա կամ իսկանդելով եւ այլն։ Հիմա լավ մարդը խոստովանեց, վերադարձավ, բայց հուսահատության մեջ է, ու չէր կարծես թե անհավատ։ Ինչ է ուզում ասի այստեղ հանձնարարեցին, ասում է մեկը չի հավատում հզորի ձեռքի զորությանը։ Զղջումից հետո քահանան ուրեմն հաղորդություն է տալի, այն մասը հաղորդություն է տալի զղջացողին։ Այսինքն զղջացողը հավատացյալը չի հավատում քահանայի զորությանը, քահանայի ուժին, ինքը որպես Աստծո օծյալ, ասում է քեզ բերան, ասում է Այն ինչ-որ երկնքում կապվի, ինչ-որ ոնց որ Հիսուս Քրիստոս ասեց երկրում արվի, երկրում կկանդվի կամ կկապվի, միևնույն ժամանակ քահանան ասում է քեզ տալիս է մեղքերի թողություն։ Այսինքն կամ լավ չի հասկացել քահանայի ասածը, քահանայի զորությունը, խոստովանության է եկել, ուժը չի հասկացել քահանայի, կամ դրա համար հասել է այդ վիճակին։ Այսինքն ինքը չի հավատում այն քահանային, չի հասկանում, չի վստահում, որ իր աղբյուրը, որովհետև ինքը տատանման մեջ է, ինքը չգիտի, հիմա ներվեց, թե չներվեց, խոստովանեց, հետո ինչ եղավ, ինչ է լինելու, ոնց իմանա ինքը, դրա համար ուրեմն տեսեք, դրա համար խոստովանողը այ պետք է լավ իմանալ, ահա այստեղ է քահանայի ուժը, որ նա Աստծո օծյալն է եւ ծառայում է ուրեմն մարդկությանը։ Նա երբ որ հավատացյալը գիտի, որ քահանան խոսք ասեց, ուրեմն դա Աստծո ներկայացուցիչն է աշխարհի վրա, Աստծո պաշտոնյան է, ուրեմն այդ խոսքին երբ որ նա հավատա, ուրեմն չի գնի հուսահատության մեջ ու կորստյան չի գնա։
Եվ սա էլ ասեմ, եթե ուրեմն հակառակն է արվում, ուրեմն ասում է տեսեք, իսկ գազանը սատանան վերանված ուրախությամբ սպասում է, որ խնդում է մի հատ էլ ասում են, լավ ես անում, որ կասկածում ես բան, եւ իր համար պատրաստում են եւս մեկ զոհ, եւս մեկ կուլ տալու կերակուր։ Շատ լավ մեջբերեմ ավետարանից, ասում է սատանան ինչպես մռնչացող առյուծ սպասում է, որ կուլ տա այն անհավատ մարդուն, որը չի հավատում։ Բայց համենայն դեպս, որ չեն հավատում քահանայի այդ խոսքերին, այդ զղջումից հետո, միթե դրան պատճառ կա, որ այս վերջերս շատ բավականին բացասական խոսվեց քահանաների մասին, բայց ես կարծում եմ այսպես, ժողովուրդը տեսնում է ամեն ինչ։ Եվ գնալով եկեղեցի, իհարկե ես մեր հայոց վարդապետության վրա չեմ կասկածում, մեր ինչպես ասել էի, հարյուրավոր տարիներ մեր քրիստոնեությունը շատ բավականին մեծ գործ արեց եւ աշխարհում եւ Հայաստանի հայ ժողովրդի համար, բայց համենայն դեպս, որ այս բացասական խոսքերը, բացասական ինֆորմացիան, որ լցվեց մեր շուրջ, երևի ժողովուրդը կորցրեց իր հավատքը որոշ քահանաներից, որոշ եկեղեցիական ծառայողներից, ինչ կասեք այդ մասին, ես շատ կուզենայի խոսել այսօր ավելի շատ քահանայի, լավ քահանաների դրական կողմի մասին։ Ուրեմն, տեսեք, այս երևույթը զղջման խոսակցությունը Նարեկացին երբ որ սա գրել է 1000 տարի առաջ։ 1000 տարի առաջ նման բաներ չկար։ Այն ժամանակ գուցե ուրիշ ձևի բաներ կային։ Այսինքն դա վերաբերում է միշտ բոլոր դարերում։ Սա ավելի շատ գալիս է ոչ թե քահանային չհավատալուց, ավելի շատ չհասկանալուց, որ քահանան ինչ զորություն ունի։ Քահանան մեծ զորություն ունի, սիրելի ժողովուրդ։ Աստված չանի, որ մեկը արժանանա քահանայի անեծքին, չնայած ես դեռ չեմ հանդիպել, բայց կարդացել եմ։ Այսինքն, երբ որ հասկանա քահանան ով է, Աստծո պաշտոնյան է, եւ նրա հանդեպ մոտիկանաք հարգանքով, սիրով, վստահությամբ, հույսով, այն ժամանակ ձեր ներքին աշխարհն էլ կփոխվի։ Այսինքն պատճառը ոչ թե քահանային չհավատալն է, պատճառը ավելի շատ չհասկանալն է, թե իր դիմաց ինչ զորություն է կանգնած։ Եվ միևնույն ժամանակ անշուշտ քահանաները այստեղ մեծ դերակատարություն ունեն, երբեմն այդ իրենց տրված աստվածային ուժը, զորությունը, աստվածատուր, օգտագործեն ավելի մտածված, ավելի ճիշտ ձևով, ավելի ներկայանալի։ Ես այստեղ քահանաների, որ եթե քննադատական խոսք չունեմ, բայց կուզեմ, որպեսզի քահանաները միշտ հիշեն, որ իրենք ժողովրդի միկրոսկոպի տակ են եւ ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի իրենցից, մեծ հավատք ունի իրենց հանդեպ։ Պրեզիդենտը այն ուժը չունի, ցանկացած պրեզիդենտ աշխարհի, ինչ որ հոգեվորականը ունի, որովհետեւ հոգեվորականը որ ասի գնա մեռի, մարդը կգնա կմեռնի, հավատում է։ Կոպիտ օրինակ եմ բերում անշուշտ, այսինքն քահանայի սերը, ժողովրդի սերը քահանայի հանդեպ մեծ է, որովհետև Աստված ինքը կարգեց քահանա եւ ասեց սրանից հետո ձեր քահանայությունը ղևտացիների բաժինը բացեք, սրանից հետո ձեր քահանայությունը շարունակվելու է որդոց որդի եւ ձեռնադրությամբ, մինչեւ Հիսուս Քրիստոս եկավ, Քրիստոսի աշակերտները եկան Հայաստան, ձեռնադրեցին քահանայությունը մեր ժողովրդին, մեր քահանաներին, այսինքն սա մեր քահանաները Հիսուս Քրիստոսի աշակերտները, Քրիստոսի շարունակողներն են։ Այս է քահանայի ամբողջ ուժը, զորությունը, նա ձեզ հաղորդություն տալի, նա թողություն է տալիս ձեզ, կնքում գերեզմանը, մկրտություններ եւ այլն, քահանայի բաներ շատ են։ Ուրեմն, սիրելի Հակոբ ջան, ավելի շատ գալիս է չիմացությունից, թերությունից, երբեմն մարդիկ էլ կան, խորը չեն հավատացյալները, իրենք կարծում են, թե էսի կարդացին մի կախարդական բան է լինելու, իսկում բուժվեցին, կամ գնացին էսանից մի բան կլինի, որ եւ այլն, այսինքն ոչ թե բանին հրաշքի են ձգտում ավելի շուտ։ Պարոն Աշիգյան,
Թույլ տվեք շարունակել ձեր ասածի իմաստը եւ իմ հարցը հաջորդ հարցը հետեւյալն է, որ իրենք չեն հասկանում քահանային, դա միթե մեր ժողովրդի ավելի ճիշտ մեր եկեղեցու բաց թողումն է, որ այսօր 2000 տարի անց մեր ժողովուրդը դեռ չի հասկանում քահանան ով է եւ ինչ ուժ ունի հոգևոր, ինչ մոդեցում ունի ժողովրդին ուր տանելու, ժողովրդին ինֆորմացնելու, որ ժողովուրդը իմանալով ուր է գալիս եւ ինչու է գալիս եւ այդ զղջումից հետո ինչ է լինելու։ Միթե դա մեր բաց թողումը չէ։ Այ գիտեք ինչ է, ուրեմն մենք մի բնավորություն ունենք, որ միշտ մեր մեղքերը ցանկանում ենք գցենք ուրիշի վրա։ Դա մեր ոնց որ ազգային բնավորություն լինի։ Հիմա տեսեք, նախ ժողովուրդ ասածը դա ընդհանրական հասկացողություն է։ Եկեղեցում եթե նման բաներ են լինում, մարդը գնացել է զղջումի եւ հուսահատության եւ դա massայական բնույթ չի կրում։ Դա առանձին մարդիկ են, որտեղ թերի, թույր եւ թույլ հավատացյալներ են, որոնք չեն հասկանում։ Նրանց բացատրվել է, նրանք միջև այդ հաղորդությունը, միջև զղջումը իրենք քահանայի հետ խոսում են, նամանդ անհատական խոստովանությունների ժամանակ։ Քահանան իրենց բացատրում է, խոսակցություն է ունենում, միանգամից չի որ բան է։ Հիմա սա ընկալման, մտածելակերպի, ինչ-որ եւ կրթության, հավատքի պակասության խնդիր է։ Հիմա եթե այս ձեր հարցը, պարոն Հակոբ, այս ձեր հարցի որ տվեցի, ես ուզում եմ այս հարցին պատասխանել հետեւյալ շարունակությունով Մեծ սիրով։ Եվ խնդրեմ սիրելի հավատացյալներ, ունկնդիրներ, անհավատներ, նամանանդ անհավատներ, ուշադիր լսեք, տեսեք, ուրեմն զղջումը արվեց, քահանան թողություն տվեց, քան որ ուրեմն կասկածանքի մեջ են եւ այլն, մեզ լսելուց հետո եթե փոխվեն, ուրախ կլինենք։ Հիմա տեսեք ինչ է ասում նրանց համար, ովքեր զղջացել են, բայց դարակուսանքների մեջ են։ Տեսեք, ես հիշում եք սկզբա իմ նախաբանում ասեցի, որ նարեկացու աղոթքի ուժը, աղոթքի զորությունը նաև փորձություն է հոգևոր մոլորությունների մեջ թափառողների համար։ Այս դրա համար է ասում։ Հիմա լսեք շարունակությունը։ Ասենք արդեն դուք զղջացել եք, ձեր տատանողական վիճակի մեջ եք։ Արդ բազմահարված բրով ծեծվածի եւ մավվան ափը հասածի նման, այսինքն հուսահատված բանսենց վիճակի մեջ եք, դյուզնիչ շունչ դարձյալ եւ կենթանության ոգի առնելով, ուրեմն նորից պետք է մի հատ հանգստանաք, շունչ վերցնեք, կենթանության ոգի ստանաք, տրամադրեք ձեզ, պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել, հարնել կորստից անկենթան, այսինքն որ մատնվել է կորստյան, չէ, այստեղ ասում է, տանում են կորստյան, հա, ուրեմն կորստյանը կորստից դուրս է գալի, կորստը անկենթանության է տանում, բայց դուք դեռ անկենթան չեք, կենթանություն կա ձեր վրա։ Օգնություն առած Հիսուս Քրիստոսի ձեռքով, որ գուցե տածում բոլորի համար, այսինքն Հիսուս Քրիստոսին ենք աղոթում նման վիճակում, այսինքն Աստծո պաշտոնյան է քահանան, Քրիստոսի պաշտոնյան է քահանան, նաև երկնավոր բարերար հորից ձեռք բերեմ պտուղ փրկության եւ բժշկության։ Տեսեք, ասում եմ այդ վիճակից դուրս գալու համար նաև հորից Աստծուց ձեռք եմ բերելու փրկություն եւ բժշկություն, ինչպես ինձ մեղավորից եւ ախտավորից, ես մի որ մեղավոր ու հիվանդ մարդ եմ, ախտեր ունեմ, եւ սկսվելով որբերկությունն այս աղերսանքների, տեսեք, ես հավատքի շենքը պիտի կառուցեմ, այսինքն, որպեսզի դուք այդ չընկնեք այդ տատանողական վիճակի մեջ, ես ձեր հավատքը պետք է կառուցեմ, որովհետև դուք
սրբուն պատճառը հավատքի պակասությունն է, ոչ թե քահանան։ Զինվումը նախնիներից հավատքով զինված փոխադրվեց իսկուն երկնային կյանքն անմահական, այստեղ ուշադիր լսեք, ապաշխարության բեղն ընդունելով զղջման միջոց, նա անկեղծության գրավականը ժառանգեց այստեղ։ Սա մեկնաբանենք։ Ուրեմն ասում է, ես ձերքս մեկնեցի Աստծուն, Հիսուս Քրիստոսին, եւ ասում է, ես ձեզ համար հավատքի շենք պետք է կառուցեմ նարեկացին, եւ օրինակ է բերում անցյալից։ Ասում է, տեսեք, զինվումը նախնիներից հավատքով զինված, այսինքն խոսքը Ենովքի մասին էր։ Ենովքը կա Աստվածաշնչում, որը ճանապարհին գնում էր Աստվածյան, վերցրեց ու տարավ երկինք։ Ինչի համար, որովհետև նա փոխադրվեց իսկույն երկնային կյանք, տեսեք, Ենովքի մասին է խոսում։ Անմահական ապաշխարության դեղն ընդունելով զղջման միջոց, այսինքն, տեսեք, զղջած, զղջումին հետևում է ապաշխարություն։ Ապաշխարությունից հետո հավիտենական կյանք։ Ապաշխարությունից հետո նոր հավիտենական կյանք։ Այսինքն, տեսեք, ասում է, այս հավատը։ Իսկ Ենոքը ինչի համար էր, որովհետև ինքը Աստծուն հավատում էր, զղջացել էր, եթե մի բան էր արել, ապաշխարել էր, եւ այս ամեն ինչի մեջ մաքրություն էր, ցուցադրական ոչինչ չկար։ Դրա համար նա մահ չտեսավ, Աստված միանգամից երկինք տարավ։ Մեկն էլ կա Աստվածաշնչում այդպես մարգարեներից, սա էլ թողնում եմ ձեր հավատացյալների վրա, որպեսզի դուք գտնեք, եթե չէ հաջորդ անգամ ես կասեմ։ Եվ այս իմ ասածին ծանոթանալու համար, ուրեմն դուք բացեք, կարդացեք, ուրեմն Եբրայեցիների 11-րդ գլուխ, ընդհանրապես 11-րդ գլուխը կարդացեք, իսկ Ենովքի մասին 5-րդ համարը, 11-րդ գլխի 5-րդ համարը, համարում այս մասին կա։ Եվ այստեղ ուրեմն ընթերցանությունը ես դադարեցնեմ այս մասին, եւ այստեղ կա այն բոլոր սրբերի մասին, ովքեր երկրային կյանքում ապաշխարության միջոցով վաստակեցին դեղը։ Տեսեք, նայեք, մի հատ նորից կարդամ, ասում է ապաշխարության դեղն ընդունելով զղջման միջոցով, ուրեմն ապաշխարությունը ինքը դեղ է, իսկ դեղը ինչ է անում, բուժում է մարդուն։ Այո, զղջումն է։ Այո, տեսեք ինչ նուրբ, նարեկացին եկավ, քահանաներով սկսվեց, բայց քահանա բառը չկա, Ենոք բառն էլ չկա այստեղ, տալիս է մեզ, նարեկացին մեզ տալիս է միշտ մտածելու, դադողություններ անելու կարողություն, այլապես, եթե ամեն ինչ ասվում է, եթե մարդը չի չաչարվում մի քիչ ինքը մանգա գտնի, երբ որ իր ջանքերը թափում գտնում է մի բան, չի մոռանում, երբ որ ամեն ինչ հեշտ է ընդունում, դրա արժեքն չի հասկանում ու շուտ մոռանում է։ Շատ լավ, շատ հարցեր կան, շատ հարցեր կան։ Այսինքն, պարոն Հակոբ, ես ես ուրեմն հիշեցնեմ, հիմա մենք գտնվում ենք պահքի շրջանում, միջինքներ, 17-11, պահքի շրջանում ենք գտնվում։ Հիմա այս ապաշխարությունը, տեսեք, ես սա կարդացի, ուրեմն պահքը, բան եւ այլն։ Բայց մինչև պահքը ես խնդրեի մի երկու հարցին, այո, դուք կարդացիք շատ հիանալի տողեր նարեկացուց, այսպեսի մի միտք արտահայտեց, ուրեմն հավատքի շենք, ինքը նկատի ուներ Աստծո տաճարը մեր մեջ, մարդու մեջ, ոչ թե ասենք ձերքի սարկած շինության մեջ, որովհետև մենք ենք ընդունելով Հիսուսի փրկությունը, Հիսուսին որպես Տեր, մենք դառնում ենք այստեղ Աստծո տաճար, բայց խոսքս հետևյալի մասին է, մի ուրիշ մոդեցում է, ապաշխարելու մասին դուք ասեցիք։
նայեք, մարդիկ ապաշխարում են, ինչպես ասում են, Աստված ներում է իրան, հաջորդ օրը նույնն է անում, էլի գալիս ապաշխարում է, այսպես տարիներ շարունակ ապաշխարում է, անում է սխալը, ապաշխարում է, անում է սխալը, որտեղ է այստեղ լուծումը, մենք չգիտենք, երբ պետք է լքենք այս աշխարհը։ Հետաքրքիր է հենց ապաշխարելուց հետո, որ լքենք Աստված մեզ ների, օքեյ, մենք կլինենք դրախտում հավիտենական կյանք ունենանք, բայց մարդը եթե շարունակում է իր սխալը, որը Աստծուն հաճելի չէ, այստեղ ոնց հասկանանք ապաշխարել, նորից անել մեղք, ապաշխարել, նորից անել մեղք, ես կուզենայի այստեղ մի քիչ ավելի մանրամասը ինչպես կբացատրեք մեր հայ ժողովրդին, որովհետև ես խոսում եմ մարդկանց հետ եւ գիտեմ ինչ կյանքով են ապրում, բայց համենայն դեպս գալիս են եկեղեցի, երևի ապաշխարում են էլ, խոսում են վանագանի հետ, սուրբ մարդկանց հետ, բայց համենայն դեպս որտեղ է այստեղ ելքը ապաշխարել եւ ինչքան ես հասկանում եմ, ել չանել այն ինչ որ Աստծուն հաճելի չէ։ Խնդրեմ։ Դուք շատ ճիշտ եք հասկանում։ Հիմա տեսեք, սկսենք ապաշխարության շենքը պիտի կառուցեմ, երբ որ ասեց հավատքի շենքը, ապաշխարության շենքը, տեսեք, հավատքի շենքը պիտի կառուցեմ։ Հավատքը շենքը, տեսեք, հավատքի դասընթացներ չկան, հավատքի համալսարան չկա, դպրոց չկա, որ ԱԲԳԴ-ից սկսեն։ Հավատքը գալիս է տարիների ընթացքում ժամանակի մեջ Աստվածաշունչ կարդալով, եկեղեցի հաճախելով, լսելով հոգևոր զրույցներ, ձգտում ունենալով, տատիկին, պապիկին եւ այլն հավատքի հատուկ դպրոց չկա։ Հավատքը կազմում է այ հավատքի շենք, որ ասում են, ձեզ հավատքի շենքը պետք է կառուցեմ ձեր մեջ։ Դա բառացի իմաստով չհասկանանք, որ շենք տաճար պիտի կառուցի, ոչ թե տաճար, այլ հավատքը ձեր մեջ շինվածք ինչպես մնայուն նստվածք է թողնում մարդու մեջ, սա մնայուն ներկայություն է լինելու մեր մեջ, մեր շենքը, մեր տունը չէ, մեր տունը, այսինքն հավատքի տան մեջ մենք պետք է ապրենք, այս նկատին ասում եմ։ Հիմա ինչ վերաբերվում է ապաշխարությանը, տեսեք, մարդը միշտ մեղքեր է գործում, մարդը չի կարող լինել անկատար եւ ասի ապաշխարեցի ու միշտ ամբողջ կյանքը ապաշխարության մնա, բայց երբեմն էլ մարդը չգիտի իր արածը մեղք էր թե մեղք չէր, մենք որտեղ մեղք ասելով հասկանում ենք մեծ սպանություն, մեծ բաներ, բայց կան փոքրեր, որ նարեկացին են, փոքրեր, որ մեծի արժեք ունեն, բայց մարդը չի մանում այդ մասին, չի մանում, որ մեղք է գործել։ Եթե մեղքը կա, զղջում կա, եթե զղջումը կա, ներում էլ կա։ Ուրեմն ապաշխարությունը, այո, լավ կլինի, եթե մարդը կարողանա մի անգամ ապաշխարեց ու միշտ ապաշխարի, բայց ապաշխարության կարգը ամեն տարի կատարվում է պասի ընթացքում։ Ես այս մասին ուզում եմ մի փոքր մեր լավ հարց եք տալի։ Ես դրա համար շատ շնորհակալ եմ ձեզանից։ Այս հարցերը կուզեմ մեր ժողովուրդը լսի։ Հիմա մենք պասի մեջ ենք, մարդիկ կան ասում են ես պաս եմ բռնել, ես պաս եմ պահում։ Ձեր մեջ երբևիցե հարց չի առաջանում, որ դուք ձեզ պաս եք պահում, ինչ-որ մի բան պակաս չի, որ դուք պաս եք պահում, այդ ձեր պասը ով է ընդունելու, դուք ձեզ արեցիք, դուք ձեզ պասից դուրս եկաք, Գուցե ուրիշ միջոց կա, ուրիշ ձև կա, ուրիշ բան է պահանջվում, եթե դուք առաքելական եկեղեցու հետևորդ եք, քրիստոնյա եք, համարում ձեզ, առաքելական եկեղեցու։ Ուրեմն լսեք, սիրելիներս, բարի կենդանից հետո կատարվում է ապաշխարության կարգ, տեղ կա եկեղեցիներ երկշաբթի, տեղ կա չորեքշաբթի, տեղ եկեղեցի կա 5 շաբթի ունենան։ Ապաշխարության կարգ, այսինքն դուք ծնգեք գալի, մոտ մի 40 րոպե եւ ուրեմն քահանան կարդում է սաղմոսներ մեր հոգեվոր հայրերից, ոսկեբերանից, վերջը մեր հոգեվոր հայրերից ուրեմն գրություններ, խրատներ
ուղումներ, ճանապարհներ եւ այլն։ Եվ երբ որ պահքի վերջանալուն ավակ շաբաթվա մեջ, կարծեմ 5 շաբթի օրը, այս անգամ էլ կելի կարգի կատարվում ապաշխարության պասից դուրս գալու համար։ Այսինքն, եթե դուք պաս եք պահում, պետք է անպայման հաճախեք եկեղեցում ապաշխարության մասնակցեք, ընդունեք ապաշխարությունը եւ այն ինչ որ այնտեղ թելադրում են եւ պասից դուրս գալու օրը գնաք նորից եւ հաղորդություն կտա ձեզ քահանան կհաստատի որ դուք ձեր պասը ընդունելի է ընդունելի այ եկեղեցու Աստծո համար այս ժամանակ կլինի ամբողջովին Սա այսքանը խնդրեմ ձեր հաջորդ հարցը։ Այո, լավ, գիտեք ժամանակը միշտ չէ որ մեր օգտին է, բայց ես ինչքան գիտեմ մի ծրագիր կա, որը դուք կազմակերպում եք։ Ուրեմն մարտի 18-ին ժամը 7-ին կուզենայի մանրամասն խոսեք այս ծրագրի մասին եւ մեր հերոստատիտողներին ինֆորմացնել, դա շատ կարևոր է ինձ թվում է։ Չէ՞ ասեմ մի քանի խոսք։ Կասել սիրո, բայց Հակոբ ջան, էդի կասեմ մենք ես կուզեի նաև հետո կարդամ ապաշխարության մասին նարեկացին ինչ է ասում։ Շատ լավ, մի փոքր ժամանակ ունենք։ Ուրեմն մարտի 18-ին դիմաց չորեքշաբթի օրը Ղևոնդաց եկեղեցում Գելենոքսի վրա նարեկը ուրեմն Աստվածամորը եւ Գրիգոր նարեկացու նվիրված, ասիկեն նարեկացու մի հին երգեր, 3 հատ երգ, որը որ գրել է նարեկացին եւ խոսքեր եւ երաժշտությունը Փորձել ենք ներկայացնել ձեզ մեկնություններով, բացատրություններով, ասինքն վերնագիրը ասվիսին է Աստվածամայրը եւ Գրիգոր նարեկացին, այս հետաքրքիր հոգեվոր այս միջոցառմանը կուզեմ, որ սիրելիներս ներկայի լինեք, դա բաց է եկեղեցին, հրավիրատոմսերով չէ, կարող եք գալ, գուցե նման առիթ էլ չունենաք լսելու այն ինչ որ ասվելու է հիմա ես չմանրամասնեմ եկեք տեղում ես մի քանի խոսք ասեմ սիրելի հանդիսատես ես չեմ թաքցնի որ պարոն Հակոբ Աշիգյանի շուտվանից գիտեմ մենք բավականին երկար ժամանակ խոսում ենք զրուցում ենք իրար հետ առանց ուրեմն տեսախցիկների եւ հույսով եմ որ դուք հաջախեք շատ հետաքրքիր կլինի այնպես որ մեծ սիրով հրավիրում ենք ձեզ այս միջոցառման Շատ բարի, ուրեմն արեք այսպես անեք, հարցեր շատ կան։ Մի հատ էլ ես նարեկացին կարդամ, նարեկացին ամենակարևորն էր երևի ժողովուրդ ջան, որ երևի որ չասենք կիսատ կմնա։ Շատ լավ։ Նարեկացին պահքի մասին, դուք շատ եք լսել, պահքը ոնց ենք պահում, ինչ ենք ուտելու, ինչ ենք խմելու որին սեղան եք տնելու, փլավը չամիչով, չամիչի եւ այլն, այսինքն ձեր ուշադրությունը բևեռված է ուրիշ ուղղության վրա։ Ուրեմն Եսայի մարգարեի ինչպես ասեցիք, երբ որ խոսում ենք 50-րդ գլխում պասի մասին բավական մանրամասն գրված է, ասում է ում է հարկավոր, ինձ հարկավոր չի ձեր բռնած պաս, եթե ձևով եք կարել, ես համառոտ ասեմ։ Հիմա տեսեք նարեկացին ինչպես է պասը նկարագրում։ Ներկայացնում, այո։ Ինչով արժանի լինեմ դասվելու բարիների հետ։ Բարիների հետ դասվելու համար արժանիք պետք է ունենաս, որ ասեն ես մարդը բարի է։ Եվ չկդվեց իմ մեջ այն դեղն իսկ, որ հարգվեց որպես մարդկային մի գյուտ։ Այսինքն ես նույնիսկ չհասկացա այն դեղը, որ գովաբանվել է մարդկային մի գյուտ է որպես օգտագործում են, բայց ես այդ դեղը չեմ օգտագործել, չեմ կարողանում։ Այսինքն գարշելով կերակուրներից մահու չափ քաղցել, այսինքն
պասպահելու մասին է։ Գարշելով կերակուրներից, կերակուրների հանդեպ գարշել բառը չմեկնաբան եմ տարբեր ձևերով, կերակուրներից քաղցել, այսինքն այնքան սիրել կերակուրը, որ արդեն քաղցել եւ երկարատև ճգնություններով հոգով նվաղել եւ ուրեմն երկար ճգնություններով, այսինքն սոված մնացած, գրեթե անոթի բան, հա, հոգին արդեն նվաղում է, տեսեք, ուտելը նրա համար է, որպեսզի որ ձեր ֆիզիկական վիճակը կարելի լինի, որ ձեր հոգու վրա դուք կարողանաք ազդեցություն ունենալ։ Եթե դու սոված լինեք, արդեն հասնեք վիճակի, հա, այստեղ նարեկացին նշում են, ըստ տարակրոն հրեաների եւ հեթանոսների երբեմնի սովորության, այսինքն ուրեմն երկարատև սոված մնալով այնքան քաղցեք, որ ուշներդ գնա, ընկնեք գետին, կան ձեզի փրկեն, օգնեն եւ այլն, դա պաս չի որ ուզում, այսինքն նարեկացին ասում են նման բաներ չանեք, այսինքն քաղցեք, գարշեք կերակուրներից, բայց հեթանոսական սովորություններին մի տրվեք, որովհետև դրա մեջ կա նաև ձևականություն, ձևամոլություն եւ ընդհանրապես ցույց մի տվեք, որ դուք պաս եք պահում, տխուր եք, իբր մի հատ մեծ գործ եք անում, դժվար, բայց չեմ ուտում, դե ինչ անեմ, պաս եմ պահել, բաման եւ այսպեսի նման ձևեր մեծ թափել պետք չի, նամանա ձևավոր կանայք կան, որ սա ցուցադրական բաներ են անում։ Այսինքն մեր ամբողջ նպատակը ինչ է, երբ որ ամեն մանրուքի, ամեն հարցի մեջ դուք կլինեք հետևողական, ինչպես ասենք նարեկացին է պահանջում, ինչպես Աստվածաշունչն է պահանջում, այն ժամանակ դուք քահանային էլ կհավատաք, մնացած ամեն ինչին էլ կհավատաք, ձեր հավատքի շենքը կկառուցվի արդեն ձեր մեջ։ Այստեղից է գալիս։ Ուրեմն նարեկացին զգուշացնում է, ասում է հեթանոսական սովորություններին չհետևեք։ Մեր պահքը, ինչպես գիտեք, կենթանական ոչ մի բան չենք ուտում, մնացած բուսական բաներ են եւ ամենակարևորը Աստվածաշունչ կարդալ, աղոթքի մեջ լինել, այլապես դա պահք չի, դա կլինի դիետա։ Երբ չմտածել, թե վերջի օրը սեղանին ինչ պետք է ուտել, եթե կուզեք իմանալ, կարող եք այդ վերջի օրն մի կերեք։ Լավ, ցավոք սրտի մեր ծրագիրը մոդերնում է ավարտին, բայց կուզենայի վերջի խոսքը մի քանի խոսքով դիմեք մեր ժողովրդին, ինչ կասեք վերջի խոսքով։ Ես վերջի խոսքս եկեք մի փոքր մի բան էլ ձեզ ասեմ ապաշխարության պահքի վերաբերյալ, որ շատ կարևոր եմ համարում եւ շատերի համար սա պետք է որ նորություն լինի։ Այս իմացությունները մեզ բերում են հավատքի հիմքերը դնելուն, շենքի կառուցմանը, հիմքը պետք է ունենաս շենք բառից ու չի օգտագործում նարեկացին։ Ուզում եմ ասի շենք, եթե կա, հիմք կա, բայց որ դուք հիմք չունեք, ինչ շենքի մասն է խոսքը։ Տեսեք հիմա ինչ է ասում նարեկացին։ Ես ուզում եմ այս մի փոքր հասկացողությունը որպես վերջնաբան ձեզ կամեցողության պարունակով հետևյալ ասեմ։ Ուրեմն արտասունքներ թող բխեն սրանով հրահանգվողների, այսինքն նկատի ունի այստեղ Մատյան ողբերգության Աղոթամատյանը, եւ թող սրանով պարգևվի նրանց իրց ապաշավի, նայեք, ասում են այս Մատյանով թող պարգևվի նրանց իրց ապաշավի, ապաշավը շատ ուրեմն բառարաններում կա, նկարագրված է, գրված է որպես ապաշխարություն։ Սա ապաշխարությունը չի տարեկացին տեղ ունի, որ ասում է ապաշավից հետո ապաշխարության, իսկն բառերը նույն տեքստի մեջ օգտագործում է, հասկացնել տալով, որ եթե նույնը լինեն, նա մեկը կասել, ինչ եմ երկու բառ ասում, հոմանիչներ չեն, սրանք տարբեր բաներ են, բայց բավական մոտ իրար, ոնց որ զղջումը ուժգին ու մեղանչումը, ոնց որ խոսեցի։ Տեսեք, ուրեմն
շնորհի թող տես նրանց հետ եւ ինձ զղջումի կամք, ապաշխավը նույնպես զղջումի կամք է, բայց ի տարբերություն ապաշխարության, ապաշխարությունը անում եք այն ժամանակ, երբ որ մեղք եք գործել, արել եք ինչ-որ մի բան, կամ փոքր կամ մեծ ըստ ձեր հասկացողության, եւ գնացել եք զղջումի եւ ապաշխարության կարգ եք ընդունել։ Ապաշխավը այն է, որ դուք մտածել եք, որ պետք է մի բան անեք, մեղք գործեք, մի բան անեք, բայց հասկացել եք ձեր գործածի հետևանքը ինչ կարող է լինել, որ մեղք եք գործում, հետ եք դարձել մտովի, հրաժարվել եք այդ գործելուց, սա է չկատարածի մասին է, սա ավելի ուժեղ է, եթե մարդը իր մեջ կարողանում է խեղդել այն ցանկությունը, որ իրեն տանում է մեղքի, դա կլինի պժնամոլություն, դա կլինի ուտելիք սիրել, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ 10 պատվիրաններ։ Սա ապաշխարություն, այ վերջի խոսքը կուզեի սա ձեզ ասել, սիրելի հավատացյալ ժողովուրդ։ Շատ լավ, շատ շնորհակալություն, իհարկե դուք լավ խոսեցիք այդ շենքի մասին, որ հիմքը պետք է դրվի Ավետարանի վրա, եւ չմոռանաք, որ այդ շենքի անկյունակարը պետք է լինի Հիսուս Քրիստոսը։ Դե ինչ, սիրելի բարեկամներ, ցավոք սրտի ժամանակը սպառվեց մեր, մինչ նոր հանդիպում եւ կխնդրեի, որ դուք գրեք ձեր հարցերի մասին, ձեր կարծիքների մասին, մեզ շատ է հետաքրքրում։ Ստեսություն մինչ նոր հանդիպում։